Զարան եւ միշտ այդ ուրախ, պայծառ մարդներ եւ երբեմն որ խոսում էր իր հետ, հասկանում էր, որ ինչ որ պահի ինքը մտածում է, որ այլ այս իրավիճակը չի փոխվելու։ Մաման գիտակցում էր, որ սա իր կյանքի վերջն է։ Հա, ինձ թվում է ինքը գիտակցում էր, մաման էլ գիտեր, բայց մեզ ոչինչ չէին ասում, որ ամեն ինչ գնում է դեպի շատ վատ իրավիճակի։ Վերջին 10 օրը ինքը ընդհանրապես համարը չէր արթնանում, արդեն իր ուղեղն էր թթվածնի պակասից անընդհատ անջատվում, էլի։ Դու քո խոսքի մեջ նշեցիր, որ մաման հաճախ ասում էր ավելի շատ եկեք տուն, ավելի շատ ժամանակ անցկացրեք ինձ հետ։ Միասին ժամանակ անցկացնելու պակաս զգում էր։ Ինձ թվում է վերջին շրջանում, հա, շատ զբաղված էինք լինում, բայց այսպես որ հիմա գիտակցում եմ, որ իմանայի, երևի սենց ամեն ինչից դուրս կգայի եւ կգնայի ուղղակի իր կողքին կնստեի։ Այդ երևի ամենամեծ բանն է, որ ինձ մեղադրում եմ ու չեմ ներում ու երևի երբեք էլ չեմ ների։ Գիտակցում եմ, որ վայ մեր բակի Զարան չկա, համոզրույցի Զարան չկա, բայց չեմ գիտակցում, որ վայ իմ մամա Զարան չկա, բայց բնավ չեմ ընդդիմանում Աստծո որոշումներին, ուղղակի ինձ համար այս ամեն ինչ այնքան շուտ ու իրականում շատ անսպասելի է, որ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում։ Իր հետ այդպես խոսում եմ, ուղղակի այդ ամեն ինչի մեջ ամենատխուրն է, որ ես կարող եմ խոսել իր հետ, բայց ես պատասխան չեմ ստանում էլ։ Մամայի կորստից հետո եւս մեկ բարդ շրջափուլ անցակ, հայրիկից սիրտը ստենտավորեցին։ Ես ունենք այնպիսի հոգատարություն, որ տեսնում էի պապայի կողմից մամայի հանդեպ, այդպիսի հոգատարություն երբեք որևէ տղամարդու կողմից կնոջ հանդեպ չեմ տեսել։ Պապան անընդհատ ասում է, որ իր կյանքի միակ երջանիկ տարիները եղել են մամայի հետ եւ ամեն ինչով ինքը կապված ու անգամ կախված էր մամայից։ Վերջին մի ամսվա մեջ նիհարելա 30-ից ավել կիլոգրամ։ Մայրիկը չհասցրեց քեզ տեսնել էկրաններին։ Դրանից շատ եմ նեղվում, որովհետեւ իմ կյանքի մեծ երազանքներից մեկը հենց դերասանուհի լինելն էր, երբեք չէր թողնում։ Ինքը մինչև 30 տարեկան ստեղծեց կարիերա եւ իր կարծիքով բավականին ուշ ամուսնացավ։ Իր մոտեցումը այդ էր, որ իմ սխալը չկրկնես, այսպես ասած։ Վերջին մի 2 ամիսներն էր, ասաց, պետք է աղա գնաս թատերական, եթե անգամ մի օր գա ու ես թատերական ընդունվեմ, չեմ անարգի իր խոսքը, որովհետեւ իրոք ինքը արդեն ընդունել էր։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Լայֆրումում այսօր Զարա Արամյանի դուստրն է, Էլեն Գասպարյանը։ Ողջույն Էլեն։ Ողջույն Ամալիա ջան։ Շնորհակալ եմ շատ ինձ հյուրընկալելու համար, նման հաղորդում ստեղծելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ եկել ես, ճիշտն ասած, ես մտածում էի մի փոքր ժամանակ թողնենք, որպեսզի անցնի, որպեսզի դու էլ կարողանաս խոսել, ի վիճակի լինես խոսելու, ու քեզ հետ խոսելով արդեն հասկացանք, որ հիմա կարող ենք խոսել։ Հաղորդումը եւ քո մասին է, եւ մամային է նվիրված։ Ցավոք սրտի մենք նախորդ տարի հենց փետրվար ամսին պիտի մայրիկին նկարեինք, հենց քեզ հետ մայրիկի հետ պլանավորում էինք, թե ձեր տանվոր հատվածում ինչպես ու ինչ ենք նկարահանելու, այդ նկարահանումը այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև մամայի առողջական վիճակը ուղղակի կտրուկ վատացավ։ Ինչպիսին էր մամայի կյանքի վերջին շրջանը։ Վայ, հիմա շատ պատասխանատու պահ է ինձ համար։ Երևի ամենաառաջին իհարկե հերթին ելնելով նրանից, որ մամայի մասին եմ խոսելու։ Մամայի վերջին շրջանը ամեն ինչից զատ միևնույնը հավատքով էր։ Միշտ հավատքով էր, միշտ սպասումով էր, միշտ հույսով էր։ Անկեղծ ասած, ոչ մեկս լիարժեք չէինք գիտակցում, որ այդ վերջին շրջանն է։ Լինում էին պահեր, որ ինքը ասում էր ավելի շատ եկեք իմ հետ խոսեք։ Փորձում էինք հնարավորինս ավելի շատ ժամանակ տրամադրել, որովհետև ինքը ամենառաջին հերթին երևի մինչև մեր մամա լինելը մեր ամենամոտ ընկերն էր, ում հետ ժամանակ անցկացնելը, շփվելը, կիսվելը ամենաօրվա հետաքրքիր մասն էր կազմում, հաճելի մասն էր կազմում։ Չենք գիտակցում երևի, որ վերջին շրջանն է, որովհետև ինքը
ինչպես միշտ, էլի դրական էր, էլի հումորով էր, էլի ամեն ինչին շատ թեթև էր անդրադառնում, էլի բոլորի ուրախությամբ ուրախանում էր, այսինքն իր վերջին շրջանը չէր տարբերվում իր կյանքի երևի մյուս տարիներից հաշվի չառնելով այն, որ առողջությունը գնալով վատանում էր, բայց միևնույնը հավատքով լինելով մենք ավելի հույսով լցված էինք, որ լավ, գուցե այս հերթական անգամն է, հերթական բուժումը, հերթական, չգիտեմ, թերապիան կանցկացնենք ու ամեն ինչ նորից կվերադառնա իր հունին։ Ես իր հետ պարբերաբար խոսում էի ու իսկապես իր հավատքը իրեն շատ էր օգնում, որովհետև ցանկացած բարդ իրավիճակում ապավինում էր Աստծուն եւ շատ ուժեղ կամք ուներ, հա, այն դժվարության մեջ, որը որ անցնում էր, միաժամանակ արդեն կար մի շրջան, երբ ինքը առանց թթվածնային սարքի ուղակի չէր կարողանում խոսել, շնչել, նույնիսկ երբ ձայնային հաղորդագրություններ ուղարկում, ասում էր մի պահ հանել եմ, որպեսզի այս ձայնային հաղորդագրությունը ուղարկեմ եւ էլի տնեմ։ Առողջական տեսանկյունից շատ բարդ էր իր վիճակը արդեն իր համար հենց։ Ֆիզիկական առումով բարդ էր, բայց երևի դա ավելի շատ առաջացնում էր հոգեկան ապրումները, որ գիտակցում էր շատ բաներից ինքը արդեն վերջ կտրվեց։ Ինքը սկսում էր գիտակցել, որ այս բանը այլևս երբեք չեմ կարող անել, այլևս շատ ինքը օրինակ սիրում էր ծով, երկրից գնալ, ճանապարհորդել եւ այլն։ Գիտակցում էր, որ էլ չէր կարող։ Մենք շատ ասում ենք, դե չէ, մամ, այդ սարքով թեկուզ քեզ անպայման կտանենք այսպես։ Ամենաշատը առողջական այդ վիճակը իր մոտ առաջացնում էր հոգեկան ապրումները, ցավը, որ գիտակցում էր շատ բան արդեն ինքը վերջ, մինչև կյանքի վերջ կախված է այդ սարքից։ Կարծես թե չէր ուզում, որ իրեն շատ տեսնեն։ Ինչու՞։ Դե գիտեք, ինքը սովոր էր եւ ոնց որ այսպես միշտ ասում էր, օրինակ ամեն առիթներին, որ գնում եմ, բոլորը սպասում են, որ ես պետք է ուրախացնեմ իրենց, բոլորն ասում են, վայ զար մի հատ անեկդոտ պատմի, վայ զար մի հատ այն հումորն արա եւ այլն, ու բոլորը ոնց որ սպասումով էին, որ ինքը պետք է ուրախացնի, դրական էներգիա առաջացնի ու չէր ուզում, որ ինչ-որ մեկը իրեն տեսնի, ինչ-որ չափ մի քիչ հիվանդ, մի քիչ թուլացած, մի քիչ ավելի ցածր տրամադրությամբ, չէ՞ նեգատիվ էներգիա թողնի դիմացինի վրա։ Ուզում էր, որ իրեն ավելի բոլորը դրական, լուսավոր, չգիտեմ, պերսիկ մոյ, մեր բակի զառակ, բլոնդ, կյաջ մազերով եւ այլն, այսպես արև հիշեն եւ այդպես էլ մտաբերեն միշտ։ Էլեն իրականում Զարան եւ միշտ այդ ուրախ, պայծառ, դրական էներգիայով մարդներ եւ երբեմն որ խոսում էր իր հետ, հասկանում էր, որ ինչ որ պահի ինքը մտածում է, որ այլ այս իրավիճակը չի փոխվելու։ Ինչ որ մի պահի ինքը հասկանում էր, որ թեկուզ այն հանգամանքը, որ իր համար կենցաղային տանից դուրս գալը մեծ խնդիր է դարձել, այլ չի փոխվելու։ Իր համար այդ վերջին շրջանը ընկճված էր, որ չէր ցանկանում այդ էմոցիան կիսել այլ մարդկանց հետ։ Շատ, օրինակ երբ իրենից ընկերները հարցնում էին, վայ զար, ինչպես ես, չգիտեմ, կարող եմ մի րոպե ասեր, դե մի քիչ այդքան, ասենք, չգիտեմ, ընկերին ասենք սուսո, դե սուս, մի քիչ էլ այդքան էլ չէ, այդքան էլ լավ չեմ, բայց դու պատմի, դու ոնց ես եւ այլն, այսպես ոնց որ հնարավորինս արագ էր այդ խոսակցությունը ծրում, որովհետեւ չէր ուզում որ կենտրոնանան իրավիճակի վրա, որովհետեւ երևի ինչքան շատ կողքից կենտրոնանային, այդքան ինքը ավելի կկենտրոնանար ու ինքը էլ ավելի կգիտակցեր, թե ինչքան է ամեն ինչ ավելի լուրջ ու խորը, բայց երևի ավելի ինձ եղբորս ու պապայիս այդ ամեն ինչը որ չգիտակցենք, չխորանանք, այդ ամեն ինչից հեռու պահելու համար ինքն էլ էր իրան ոնց որ կտրել այդ մտքերից կամ համենայն դեպս այդպես էր ցույց տալիս, շատ էր մնում մենակ, մտքերով լինում, շատ էինք գալիս ասում, մամ, ինչ ա եղել, դե ոչ մի բան, որովհետև մեր համար էլ էր դե անսովոր օրինակ իրան տեսնել ոչ ուրախ, ոչ ակտիվ, ինչ օրվա մեջ, չգիտեմ, 5 րոպե կարող էինք տեսնել իրան ոչ ակտիվ, ոչ ուրախ, մի անգամից տրամադրությունը կփոխեր, որ չնկատենք, բայց այդ պահը մենք զգում ենք, որ ինքը մտքերով է, որ ինչ որ բաներ է գիտակցում իր կյանքի շուրջ, որ այլևս չի կարող անել, որ այլևս ամեն ինչ առաջվանը չի լինի, փոխարենը ոնց որ փորձում էր իր առօրյան լցներ իր ընկերների հավաքույթներով եւ այլն, շատ հաճախ էին ընկերները գալիս մեր տուն տեսակցության պատրվակով, բայց շփվում էին, խոսում էին եւ այլն, այսպես ոնց որ ժամանակ անցկացնում էին, ինքը փորձում էր իրեն այդ մտքերից երևի ցրել, բայց
հենց այդ մտքերի շուրջ մի փոքր սկսում էր մտածել ու խորանալ, շատ ծանր էր տանում։ Մենք էլ ենք փորձում կողքից այսպես, դե լավ մամ ջան, չգիտեմ, ժամանակավոր է կամ այն փոճուրիկ սարքերից կառնենք, փնտրում ենք իրականում այդ սարքերից էլ որ պատվիրենք, Հայաստանում կարծեմ չկար, որ դրանցով կարողանար դուրս գալ, բան։ Միշտ էլ ասում էր, որ դե չեմ ուզում ինձ այդպես տեսնեն դրսում թեկուզ, իր համար արդեն դժվար էր մի քանի քայլն անել, որովհետև տան մեջ անգամ, որովհետև շնչառությունը մի անգամից սատուրացիան ընկնում էր։ Այսինքն ինքը գրեթե միշտ վերջին շրջանում պարկած էր։ Պարկած չէ, նստած։ Պարկածել էր իր համար դժվար, ավելի դիաֆրագմայի համար, բայց անընդհատ ինքը նստած էր։ Ու այդ ամեն ինչը հաստատ իր համար շատ-շատ ծանր էին։ Շատ ծանր էր իր համար այն, որ գիտակցում էր, որ երբևէ օրինակ չի կարող վերադառնալ եթեր, որ իր ամենա երևի սիրելի զբաղմունք էլ չասեմ, հոբի էլ չասեմ, չգիտեմ, ապրելաձևն էր։ Առաջին բախումը հիվանդության հետ ինչպիսին էր։ Իր մոտ սրտի խնդիր միշտ էր եղել, ես ինձ ինչ հիշում եմ, ինքը այդ խնդիրն ուներ, որովհետև պապիկս էլ ուներ, այսպես ոնց որ իրան եկել էր այդ խնդիրը։ Չնկատեցինք ոնց փուլ գնալով վատացավ ամեն ինչ։ Երևի ամեն ինչ սրտից չսկսեց, երիկամից սկսեց, շատ այսպես անմեղ վիրատությունը վերածվեց մի հատ շատ մեծ եւ դժվար վիրատության, որի հետևանքով արդեն ոնց որ ընդհանուր օրգանիզմի աշխատանքը սկսեց վատ լինել, հետո արդեն սրտի աշխատանքը, այսպես ոնց որ ամեն անգամ գնում էինք հիվանդանոց մի քանի ամիսը մեկ, մոտ մի ամսով կամ 20 օրով ինքը մնում էր, մենք արդեն մեր համար այնքան էր դարձել դա սովորական, որ մտածում ենք լավ, այս թերապիա է, ամեն ինչ լավ կլինի, այսինքն մենք չենք գիտակցում, որ ամեն ինչ իրոք շատ վատ է, որ ամեն ինչ գնում է դեպի վատ, ավելի թեթև ենք տանում, հենց իրանից էր գալիս, որ ինքն էլ էր թեթև տանում, ինքն էլ էր ասում, ոչինչ, փառք Աստծո, ամեն ինչ լավ կլինի։ Մի հատ արտահայտություն ուներ, միշտ հիվանդանոցից հետո որ տուն էին գալիս, ասում էր ռուսերեն էր ասում, հայերեն կասեմ, ասում էր հрьяաներն ասում են շնորհակալություն Աստծուն, որ գումարով վերցրեց։ Այդպես չէր խոստովանում, որ առողջությունն է իր գնում, այլ խոստովանում էր լավ, դե գումարով գնացինք, չգիտեմ, ծախսեր արեցինք, հետ եկան, կարևորը գումարով վերցրեց, ամեն ինչ լավ է, երջանիկ ենք։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Վիորա իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։
Այն կարող է նաև որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն մեր այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիծիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել։ Սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարևոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Դու քո խոսքի մեջ նշեցիր, որ մաման հաճախ ասում էր ավելի շատ եկեք տուն, ավելի շատ ժամանակ անցկացրեք ինձ հետ։ Միասին ժամանակ անցկացնելու պակաս զգում էր։ Ինձ թվում է վերջին շրջանում, որովհետև վերջին շրջանում ես էլ սկսեցի ինտենսիվ աշխատել։ Մինչ այդ այնպեսի աշխատում, որ շատ էինք ժամանակ անցկացնում իրար հետ, անընդհատ ես իր հետ էի եւ այլն։ Մենք կարող էինք իրար հետ տնել ժամերով, չգիտեմ, ֆիլմեր նայել, ինչ-որ հաղորդումներ նայել, խոսել, քննարկել, ինչ-որ մի բան կարդալ, միասին խաղեր խաղալ, ինտելեկտուալ եւ այլն։ Ով ոնց որ այդ շրջանում էլ ես էլ սկսեցի ինտենսիվ աշխատել, եղբայրս էլ մինչև երեկո տանը չէր լինում։ Ինքը այդ պակասը զգում էր, բայց մենք էլ ոչ մի ձև չէինք կարողանում լրացնել, որտեղ իրոք շատ զբաղված էինք լինում, բայց այսպես որ հիմա գիտակցում եմ, որ իմանայի, երևի սենց ամեն ինչից դուրս կգայի եւ կգնայի ուղղակի իր կողքին կնստեի։ Այդ երևի ամենամեծ բանն է, որ ինձ մեղադրում եմ ու չեմ ներում ու երևի երբեք էլ չեմ ների։ Ինքը դրա կարիքը ուներ, որովհետև հիմա այսպես որ նայում եմ, ինքը կարող էր ամբողջ օրը լրիվ մենակ նստել,
իսկ մենք մեր գործերով էինք խառը, մեր շունիկի հետ էր լինում, որ անգամ կողային, չգիտեմ, ասենք յան ֆիզիկապես դժվար էր լինում, ասենք գնար հերվից պուլտը վերցնել, հեռուստացույց միացնել, ինչ որ այսպիսի հարցեր, որ կողում ենք ընդհանրապես չէինք էլ մտածել, որ ես հիմա եմ մտածում ու երևի այդ մտքերն են, որ ամենաշատը ինձ տանջում են, որ ինձ դրա համար եմ մեղավոր զգում։ Դուք նաև բավականին երկար տարիներ է այս դժվար իրավիճակի մեջ եք եւ ամեն դեպքում դու էլ չէիր կարող չէ միշտ նստել տանը, քեզ էլ էր պետք ինչ-որ առումով գնալ դասի, գնալ աշխատանքի, դրա համար փորձիր քեզ չմեղադրել, որովհետեւ ամեն դեպքում այնինչ պատմում ես այդ իրավիճակը 2-3 ամսվա պատմություն չէր, դուք տարիներ այս իրավիճակի մեջ եք, չէ։ Դե հա, ուղղակի վերջին երևի 10 օրը այսպես ամեն ինչ այնքան անսպասելի սկսեց իր մոտ, ինքը շատ քնկոտ էր միշտ, մեզ համար դա շատ սովորական էր, մենք օրինակ տուն գայինք, ինքը քնած լիներ եւ մենք բարձրանայինք մեր սենյակներով, մեր գործերով եւ այլն, բայց հենց արթնանար մի անգամից իջնեինք, որ խոսեինք եւ այլն, վերջին 10 օրը ինքը ընդհանրապես համարը չէր արթնանում եւ երևի 5 օրը չենք էլ գիտակցում, որ բայց մի րոպե ինքը ոնց անընդհատ քնած է, էլի արդեն իր ուղեղն էր թթվածնի պակասից անընդհատ անջատվում, էլի հետո երբ որ սկսեցինք գիտակցել, արդեն երևի ինձ թվում է առաջինը ես սկսեցի գիտակցել, ես անգամ զրույց ունեցա եղբորս հետ, որ գուք մի տեսակ չես տեսնում, ոնց որ չի արթնանում կամ անընդհատ քնած, այսպես արթնանում էր 5 րոպե հետո նորից քնում էր, պատկերացրեք այն ձևի, որ իր անալիզները եկել էին, շատ վատ էին եկել, իսկ ինքը բժշկությունից էլ էր տեղյակ մարդ, այսինքն մի անգամից իր անալիզները գնայր, տարբեր բժիշկների կուղարկեր, արդեն կիմանար ինչ տեղա պետք եւ այլն, ինքն իրեն հետևում էր էլի այդ առումով։ Անալիզներն եկել են, ինքը իմացավ առանց նայելու ուղղակի նորից քնեց, ես այսպես անճարությունից մեկին ուղարկեցի, որ մամայի ընկերուներից, որ գիտեմ կարող էր ճիշտ Բժիշկները չէին ասում ինչ է։ Դե մենք անընդհատ կապը պահում էինք իր սրտի բժշկի հետ, բայց արդեն թթվածնի հարցը սրտի բժշկինը չէր, չնայած մի քանի օր առաջ իմացա, որ սրտի բժիշկն էլ էր գիտակցել, որ ամեն ինչ գնում է դեպի վատթարացման, բայց կարծեմ իմ պատկերացմամբ մամայի հետ իրենք գիտակցել են, որ ուղղակի պետք չի դրա մասին խոսել ու մեզ ասել, այսինքն մաման էլ գիտեր, բայց մեզ ոչինչ չէին ասում, որ ամեն ինչ գնում է դեպի շատ վատ իրավիճակի։ Այսինքն մաման գիտակցում էր, որ սա իր կյանքի վերջն է։ Հա, ինձ թվում է ինքը գիտակցում էր ու ինքը շատ լավ էր գիտակցում, որովհետև բժիշկը ասաց, որ մի քանի օր առաջ իմացա, որ անալիզները երբ ստուգել էր վերջին անալիզները եւ մի 2 ամիս առաջվա անալիզները եւ մի քանի ամիս առաջվա անալիզները զգալիորեն տեսնում էր փոփոխությունը դեպի վատ եւ մաման էլ իր հայացքից դա կարդացել էր, բայց ոնց որ այդ մնաց իրենց մեջ ու դրա մասին մենք ոչինչ չգիտեինք, մեզ ոչինչ չէին ասել։ Որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի եւ մարդիկ չմտածեն, որ գուցե բժշկական տեսանկյունից որևէ բան հնարավոր էր անել, ես ուզում եմ ասել, որ ես էլ եմ այդ մասին խոսել Զարայի հետ, կար մի իրավիճակ, երբ նույնիսկ նյութական միջոցները ոչինչ չէին կարող անել, այսինքն Զարան ինքը հստակ ասում էր, որ իմ այս խնդրին բժշկական որևէ լուծում չկա, ուղղակի Աստված ինձ որքան կյանք կտա, սա ուզում եմ հստակեցնել, որպեսզի քո խոսքի հետ հանկարծ տպավորություն չլինի, որ ինչ որ մի բան հնարավոր էր անել բժիշկների հետ համագործակցությամբ եւ դա չի արվել։ Չէ, ես ասեմ, որ իր բժիշկը շատ լավն էր, շատ պրոֆեսիոնալ եւ մաման ամբողջությամբ վստահում էր իր բժիշկին։ Ցավոք սրտի, այո, ոչինչ անել հնարավոր չէր, որովհետեւ արդեն իսկ իր մի երիկամը հեռացված էր եւ սիրտն էլ այնպիսի խնդիր ուներ, որ միակ լուծումը սրտի փոխպատվաստումն էր, իսկ մեկ երիկամի դեպքում եւ տարբեր արդեն
օրգանների խնդիրների դեպքում այդ վիրատությունը անհնար էր իր դեպքում։ Այսինքն թեկուզ նարկոզ տալ եւ նարկոզից դուրս գալը շատ մեծ ռիսկ էր, որ մենք վախենում էինք այդ ռիսկին գնալ։ Ինքը առաջին հերթին վախենում էր, Ինքը եւ կտրուկ որոշումը կայացրել էր, որ ոչ։ Այս փուլերը քեզ վրա ինչպես անդրադարձավ։ Գիտեք, ոնց որ sense անընդհատ լինելով այս հոսքի մեջ, որ տեսնում եմ տարբեր վիդեոներ, չգիտեմ, ինտերվյուներ, հոլովակներ մամայի հետ կապված, գիտակցում եմ, որ վայ մեր բակի զառան չկա, վայ համոզրույցի զառան չկա, բայց հենց չեմ գիտակցում, որ վայ իմ մամա զառան չկա, երևի նրանից է, որ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տարիքում ոչ մեկն էլ պատրաստ չի ծնող կորցնելուն, բայց բնավ չեմ ընդդիմանում Աստծո որոշումներին, ուղղակի ինձ համար այս ամեն ինչ այնքան շուտ ու իրականում շատ անսպասելի էր, ես չգիտեմ, այսպես քիչ անկեղծանամ, ասենք օրինակ պատրաստ չէի այդ ծանր իրավիճակ անգամ չընդունելուց հետո դնել ու ընտրել իր վերջին հրաժեշտի համար հագուստ օրինակ։ Այդ հոսքի մեջ երևի դեռ շատ բան չեմ գիտակցում։ Ես երևի վերջինս 2 օրն եմ սկսել գիտակցել ու նեղվել, հասկանում եք։ Այսինքն մինչև այդ ես ոնց որ ավելի սենց, հա, ուրեմն պետքա սենց անենք, հա դե սենց բան եղավ, պետքա սենց անենք, սենց անենք, ոնց որ հիմա եմ գիտակցում, բայց ես ինչ եղավ։ Ես տենց եմ մտածում, որ վատ բան իր համար չեղավ, մեր համար եղավ, որ մենք մնացինք առանց իրա, բայց ինքը ջահել է, առողջ է, առանց այդ շնչառական սարքի, որովհետև արդեն այդ ոնց որ դարձել էր իր թշնամին, արդեն ինքը ատելով ատում էր այդ սարքը, միաժամանակ է շնորհակալ ու ոնց որ սիրում էր, որ իրան համապրեցնում ու համել ատում էր, որ արդեն կախված է դրանից, որտեվ կյանքում երևի ոչ մի բանից ինքը կախվածություն չուներ ու չէր ուզում ունենալ, ոչ ծխում էր, ոչ խմում էր, ոչ մի բան։ Եվ ես հիմա այդպես եմ կարծում, որ ինքը լավ տեղում է, երիտասարդ, առողջ, նորից լուսավոր, ուղղակի մեր համար վատ բան եղավ, որ մենք ենք առանց իրա։ Ու տենց մտածում եմ, տեսնես Աստված ինչքան է որոշել մեր համար կյանք, որովհետև իհարկե չի կարելի տենց բաներ մտածել, բայց հենց ոնց որ հենց անհամբեր եմ, երբ գալու նորից պահը, որ իրան տեսնեմ։ Սենց ուղղակի մտածում եմ, վայ Աստված, մենակ գոնե երազից կարելի խոսանք մի քիչ։ Էլեն, ես ուզում եմ խոսենք մամայի այն ավելի առողջ, ավելի ուրախ շրջանների մասին նաև, ինչպիսին էր քո մանկությունը, ինչպիսին էին ձեր հարաբերությունները ավելի փոքր տարիքում։ Վայ շատ լավ էին, մի հատ հայտնի սերիալ կա, Ջինի Ջորջիա կոչվում է։ Լրիվ ոնց որ այդ մայր ու աղջկա հարաբերություններ լինեն, բայց մի տարբերությամբ, որ աղջիկան անընդհատ քննադատում է մորը, որ մայրը փորձում էր ավելի ժամանակակից լինել, ընկերի լինել, ես ընդհակառակը շատ ուրախանում էի, որ մամաս փորձում էր ավելի ժամանակակից լինել, ինձ ընկեր լինել, պատկերացրեք այն ձևի, որ երևի դպրոցում առաջին անգամ, որ մենք դասից ընկերներով փախել էինք, ինքը դրա մասին իմացել էր, մեզ դասընկերներին վերցրել էր, տարել էր միտեղ պատիվ էր տվել, որ շնորհավորում եմ, սա ձեր առաջին դասից փախնելն էր։ Ինքը պատկերացրեք, այս ձևի ծնող էր։ Իրանից գաղտնիք պահել չէր լինի նախ առաջին հերթին, որովհետև իմաստ չկար, համար առաջին իմ ընկերուհին էր, եւ երկրորդ հերթին ինքը իմ աչքերից ամեն ինչ կարդում էր։ Եթե ես ինչ-որ մի պահ նեղված լինեի, չգիտեմ, դրսում տենց հուզվել եմ, բայց արցունքներս մաքրել եկել եմ այնպես, որ ընդհանրապես չի երևում, ինքը պարտադիր դա զգում ու հասկանում էր։ Իմ ու իր հարաբերությունները շատ մտերիմ էին, ինքը ոնց որ հոգեբան լիներ, չնայած միշտ ասում էր, չէ, լրագրողը բոլոր մասնագիտություններին ինչ-որ չափ պետքա տիրապետի, ոնց որ այսպես հոգեբան լիներ ու բոլոր եզրերը կարողանում էր գտնել, թե ոնց օրինակ տվյալ թեմայի շուրջ իմ հետ զրուցի, որ մենք իրար պարտադիր հասկանանք, մենք իրար հասկանում էինք, ես
միշտ դասից հետո, չգիտեմ, նկարանից հետո, ինչ որ յուրաքանչյուր կարևոր իրադարձությունից հետո մանավանդ գալիս էի տուն, ժամերով սկսում էի իրեն պատմել, խոսել, ինքը ինձ խորհուրդներ էր տալիս, սկզբում ընկերու պես խորհուրդներ, ոնց օրինակ ընկերուին կտար։ Հետո մի քիչ ժամանակ անցնում էր, նոր արդեն ծնողի պես, բայց գիտես էլ, բայց մի քիչ էլ այս սենս էլ մտածի, մի քիչ էլ այս սենս արա, որպես ծնող կարծում եմ սենս է լավ։ Բայց որպես ընկերուի կարծում եմ նենց էլ է լավ, դու մտածի։ Իմ ու իր հարաբերությունները ընկերական էին ու այդ ամեն ինչը ոչ միայն սկսում էր նրանից, որ ես էի իրեն պատմում, այլ ամենառաջինը երևի ինքն էր, որ գաղտնիքներ ինձ պատմում, չգիտեմ, երևի կեսը ինքը անգամ հորինել էր, որ ես ավելի ազատ լինեի ու պատմեի իրեն, իմ գաղտնիքներն ու գաղտնիքներ չունեի, բայց իմ ու իր հարաբերությունները միշտ շատ լավ էին, հիմա էլ ես իմ կյանքում, որ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, օրինակ այս մի ամսվա ընթացքում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, ես ոնց որ այդպես դեռ պատկերացնում ինքը կա, այդ եմ ասում, իմ մոտ էլ այդ ընկալումը չի եկել, որ ինքը չկա, ես իր հետ այդպես խոսում եմ, ոնց որ ասում, այ մամ, գիտես, սենց բան եղավ, բան, ուղղակի այդ ամեն ինչի մեջ ամենատխուրն է նա, որ ես կարող եմ խոսել իր հետ, բայց ես պատասխան չեմ ստանում էլ։ Քիչ է դա դժվար, բայց ինչպես ասում են, Աստծո գործերը անքննելի են, ուրեմն Աստված այդպես կամեցավ։ Կողքից էլ տեսնում եմ օրինակ ինչ-որ հոլովակներ են դնում ու քննադատումներ են ինչ-որ լինում շատ ինձ համար անհասկանալի ձևով, ինչպես ամոթ չես արել մորդ պանիխիդային գնացել ես կյաժ մազերով։ Այսինքն ինչ-որ մի բան ուրեմն իմ հետ պետք է նորմալ չլիներ, որ ես գնայ մազերս ներկեի մուկ այդ վերջին 3 օրվա մեջ, չգիտեմ, ինչպես ամոթ չես արել շուրթերդ օրինակ քսած ես գնացել։ Չգիտեմ, ասեք ես շուրթերս քսած չեմ գնացել, որովհետև ես որ լարվում եմ անընդհատ շուրթերս կծում եմ եւ այնքան շատ էի այդ վերջին շրջանում լարված, այնքան շատ էի կծել, որ շատ էի վնասել ու շատ էր ցավում, ես անընդհատ վազիլին էի քսում, որ գոնե այդ ցավին այդ օրերին կարողանամ դիմանալ։ Այսպիսի մի քիչ աբսուրդ ժանրի քննադատություններ, որ չեմ հասկանում, հիմա մի քիչ թեթև եմ տանում, բայց այդ շրջանում էդ էլ էի շատ ծանր տանում, որ այս ամեն ինչի հետ մեկտեղ մի հատ էլ այսպիսի մեկնաբանություններ կամ ինչպես կարելի է, էլի։ Ոչ ոք չի կարող կիսել քո ցավը այնպես, ինչպես դու ես զգում եւ չի կարող որոշել, թե դու ինչպես ապրես։ Պիտի կարողանաս քո կյանքը տարանջատել այդ մեկնաբանություններից եւ որևէ մեկը չի կարող քեզ սովորեցնել, թե ինչպես ապրես քո ցավի հետ։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահներ, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Մայրիկի որ հատկանիշներ, որ ուզում էիր անպայման դու էլ ունենալ։ Երևի բոլոր հատկանիշները։ Հիմա երևի կասեն ամեն ինչով փորձում եմ նմանվել կամ նմանեմ, օրինակ նշանածս ասում եմ, որ դու լրիվ մամատես, ամեն ինչով մամատես, իրոք այդպես է, ես հենց գիտակցում եմ, որ տվյալ գույնը ես սիրում եմ, որովհետև մաման էր սիրում, չգիտեմ, տվյալ միրգը ես սիրում եմ, որովհետև մաման էր սիրում, տվյալ վայրը, տվյալ, չգիտեմ, միտքը, իրողությունը, երկիրը եւ այլն։ Նույնիսկ երևի հատկանիշները միշտ, որ ինքը եղել է իմ ամենամեծ օրինակը բոլոր առումներով, թե որպես դերասանուհի մասնակից, թե որպես ծնող, որ ես հետագայում կուզեմ լինեմ, թե որպես մարդ, ընկեր, եւ բոլոր հատկանիշներն են, որ կյանքի տարբեր փուլերում փորձել եմ ասենք այդ հատկանիշը ունենամ կամ ինքնանակ դաստիարակել ինձ մեջ, բոլոր հատկանիշներն են, որ ես կուզենամ ունենամ։ Երևի միակ հատկանիշը, որ ամենադժվարը կլինի, այդ երկու բանն է։ Անսահման բարություն, որովհետև ես փորձում եմ ես բարի լինեմ, բայց ինձ թվում է այդ չափ բարի դժվար է լինել։ Եվ այդպես հումորի զգացողություն ունենալը։
Ինձ թվում է դա իծն է ատրվում։ Դա չես կարող այդպես սովորել կամ ձեռք բերել։ Մնացած բաները անդադար փորձելու եմ ինձ մեջ ունենալ, կոփել, ոնց որ ինչն էլ եթե չունեմ, վերադաստիարակվել, այսպես ասած, որովհետև իմ ամենամեծ ու ճիշտ օրինակն է ինքը։ Էլեն, տես դու միշտ ոգեշնչվել ես մամայով որպես դերասանուհի, թեպետ ինքը ավելի շատ սիրում էր, երբ շեշտում էին, որ ինքը լրագրող է, ոչ թե դերասանուհի, ու նաև անկախ քո մասնագիտական այլ ուղղությամբ սովորելուց դու միևնույն է գնացիր դերասանական ուղղությամբ, բայց մաման դեմ էր դրան։ Ինչու էր նա սիրում, որ իր մասնագիտությունը առաջին հերթին նշում էին որպես լրագրող, դե որովհետև նա ավարտել էր ժուրնալիստիկան, հետո ժուրնալիստների վարչության անդամ էր միության։ Ինչու չէր ուզում, որպեսզի ես լինեի դերասան։ Շատ ուզում էր, որ իր գիծը շարունակի որպես լրագրող, ես փորձեցի, շատ հավանեցի, հուսամ հետագայում էլ կփորձեմ, էլ ավելի ձեռք կբերեմ պաշար, գիտելիքների եւ այլն, եւ գուցե ինչ որ մի օր այդ ուղղությամբ էլ շարունակեմ ավելի պրոֆեսիոնալ լեվելի վրա, բայց միշտ դերասանությունը այսպես ինձ ավելի շատ է կանչել։ Միշտ ասում եմ, մամ շատ եմ ուզում թատերական ընդունվեմ, երբեք չէր թողնում, չէ, երբեք էլ ռիսկ չի անում հարցնել, թե ինչու։ Մի անգամ ունեցանք զրույց, այսպես ասի, մամ ախր շատ եմ ուզում, այսպես հուզվեցի, խոսեցի։ Ինքն էլ հուզվեց, որ տեսավ, թե ինչ կարգի եմ ես ուզում ու ինչ կարգի եմ ես այդ ամեն ինչի նվիրված եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ էլ մեր հարաբերությունները այնպես էին, որ ես օրինակ չէի կարող իր կարծիքը թողնել եւ գնալ ու ընդունվել թատերական։ Միշտ իմ համար առաջնային էր իր կարծիքը, մոտեցումը, չէի հասկանում, թե ինչու համար չի թողնում, միշտ նեղվում էի։ Մի անգամ զրույց ունեցանք, ասեցի, մամ, բայց ախր գիտես, որ այդքան ուզում եմ, ինչու չես թողնում, արդեն ես միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող էի, ասեց էլ անկեղծ ասեմ, այդ նենց բան է, որ եթե շատ ես սիրում, տանելու է քեզ։ Ինձ տանում էր։ Ես շատ էի սիրում ու ինձ տանում էր։ Իսկ դու իմ աղջիկն ես, ու ես գիտեմ, որ քեզ էլ է տանելու, բայց ես ուզում եմ, որ դու ընտանիք ստեղծես։ Ինքը մինչև 30 տարեկան ստեղծեց կարիերա եւ իր համար, իր կարծիքով բավականին ուշ ամուսնացավ, 31-ում ամուսնացավ, 33-ում ինձ ունեցավ, ինչի համար միշտ շատ ափսոսում էր, որովհետև արդեն այն տարիքում, երբ իր ընկերները թորնիկներ ունեին, ինքը դեռ ոնց որ մեզ էր մեծացնում, այսպես ասած, եւ իր մոտեցումը այդ էր, որ ես կարծում եմ, այդ քեզ տանելու է, դու մտնելու ես դրա մեջ, ու էլ այսպես կողքից ուրիշ բան չես ուզենա, իսկ ես շատ ուզում եմ, որ դու ընտանիք ստեղծես, ընտանիքի լավ մայր լինես եւ այլն։ Իմ սխալը չկրկնես, այսպես ասած, չնայած նրան, որ ես ոչ մի մարածի համար չեմ ափսոսում, բացի ուշ ամուսնանալուց, չնայած նրան, որ այդ ամեն ինչը իմ կյանքի մեծ թևերն են եղել, ես ուզում եմ, որ քեզ չտանի այդ ամեն ինչը։ Կյանքի եւի վերջին մի 2 ամիսներն էր, տեսավ թե ինչքան շատ եմ ես ամեն դեպքում ձգտում, փորձում, ինքը որ թույլ չէր տալիս, ես արդեն անջարությունից, այսպես ասած, իմ մինի ֆիլմերն էի նկարում, իմ սոցիալական էջերում դնում։ Այսպես նայած ասեց. «Էլ, բայց կողա գնաց թատերական»։ Այսինքն մամ ջան, արդեն 4-րդ կուրսի ուսանող եմ միջազգային հարաբերությունների մի փոքր ուշ չի խոսակցության համար։ Այդպես հիմա ես հուսով եմ կգա ժամանակը եւ ես կընդունվեմ թատերականը, որովհետեւ կարծում եմ, որ փորձը շատ կարեւոր է, բայց գիտելիքը ինչ քեզ տալիս է տվյալ հաստատությունը չես կարող ունենալ, չնայած որ մաման էլ միշտ տարիների ընթացքում ինձ հետ այնպիսի բաներ օրինակ պարապել, որ ասած հիմա նստում նայում եմ, որ վայ, օրինակ հոգեբանության 4-րդ կուրսում այս բանն են անցնում, չգիտեմ, թատերականի 2-րդ կուրսում այս քննությունն են անում, որը ինքը օրինակ ինձ հետ մի քանի տարի առաջ պարապել է։ Հիմնական պատճառը այդ էր, որ թույլ չէր տալիս, որ ես այդ ուղին ընտրեմ ու այդ ուղով շարունակեմ, ավելի ուզում էր որպես լրագրող, բայց նաև դիվանագետ, որտեղ էլ կա դու դիպլոմատ ես, կարող ես։ Բայց ուրախ եմ, որ այսպես ասած, եթե անգամ մի օր գա ու ես թատերական ընդունվեմ, ես չեմ անարգի իր խոսքը, որովհետև իրոք ինքը արդեն ընդունել էր, որ իմ ընտրությունը կյանքի հետ է ու դա ինձ գուցե երջանկացնելու։ Նաև։
Էլեն իմ գործընկեր Լուսին օրգանիքսի կողմից նվեր ունես, սա յուրաքանչյուր աղջկա խնամքի միջոցների մեջ must have խնամք է, վիտամին C շիճուկն է, որը շատ հզոր հակաօքսիդանտ է, հավասարեցնում է մաշկի գույնը, պաշտպանում է արտաքին միջավայրի հասցրած վնասներից, վերականգնում է վնասված մաշկը, պայքարում է տարիքային գծերի դեմ։ Մի խոսքով, իսկապես երբ օգտագործես կհասկանաս, թե ինչ հրաշալի խնամքի միջոց է։ Ես շատ շնորհակալ եմ, որովհետև վերջին շրջանում իրականում մաշկս մի քիչ վատացել էր, այսպես ասած, եւ շատ շնորհակալ եմ, ես անպայման կօգտագործեմ եւ վստահ եմ, որ լավ բան է։ Սիրով իմիջիալոց Լուսին օրգանիքսը ներկայացնում է 100% բնական խնամքի միջոցներ, ինչը եւս շատ մեծ առավելություն է եւ չի վնասում մեր մաշկը։ Մայրիկը չհասցրեց քեզ տեսնել էկրաններին։ Չէ։ Չհասցրեց։ Բայց առաջարկի մասին գիտեր։ Չգիտեմ։ Չհասցրեցիր պատմել իրեն։ Դրանից շատ եմ նեղվում, որովհետև իմ կյանքի մեծ երազանքներից մեկը հենց դերասանուհի լինելն էր, նշեցի, եւ շատ ասեցի, որ խոսել ենք դրա մասին, շատ կուզեի, որ գա ու իրեն պատմեի, որ մամ այսպեսի հնարավորություն է ինձ ընձեռնվել, կամ մամ այսօր առաջին անգամ նկարանվեցի, մամ այսօր այսպես ինձ դրսևորեցի, ճիշտ դրսևորեցի, թե ոչ, կամ մի հատ կնայես ինչը արժի ուղղել, ինչը ոչ։ Շատ ցավում եմ, որ ինքը չկա, որ ինձ օգնի ուղղորդի, որովհետև կյանքի կարևոր փուլերից մեկն է, կարելի ասել, սկսում, ու ինքը իմ կողքին չի, իսկ առանց իրա շատ դժվար է ինձ, որովհետև երբ ես առաջին քայլեր էի անում որպես հաղորդավար, ամեն ինչում ինքը իմ համար առաջին քննադատն ու աջակիցն էր։ Ամեն ինչում ինքն էր ասում, «Էլ կա այս մի բան է, այսպես ճիշտ չարեցիր, հաջորդը տեսնեմ այսպես անես», ու ես պատկերացնում էի, որ երբ արդեն առաջին քայլերս անեմ որպես դերասան կամ փորձեմ հնարավորինս որպես դերասան առաջին քայլերս անել, ինքն իմ կողքին կլինի, ինձ կուղղորդի, կաջակցի, խորհուրդներ կտա, ու իմ համար շատ դժվար է, որ ինքը տենց էլ դրա մասին չիմացավ, իսկ ինքը հաստատ, չնայած նախնական իր որոշումների ու կարծիքների, ինքը հաստատ շատ կուրախանար եւ հաստատ ամեն ինչում ինձ կօգներ, կաջակցեր ու խորհուրդներ կտար։ Էլեն, իսկ ինչպես ստացար առաջարկը, թե դու մասնակցեցիր քասթինգի։ Ես իրականում մի քանի կաստինգների մամայից թաքուն, հետո մամային, բայց ասել եմ, մամայից թաքուն, մի քանի տեղ կաստինգների փորձել եմ մասնակցեմ, ցավոք սրտի, արդեն իսկ իմանալով, որ ես թատերականի ուսանող չեմ, չեն էլ թույլ տվել, որ կաստինգին մասնակցեմ, այսինքն փորձեմ պոտենցիալս։ Մի քանի կաստինգների էլ մասնակցել եմ, գուցե այդպես էլ են նկատել։ Այս անգամ կարծում եմ, որ մամայի գործոնը կար, ես դա ընդունում եմ եւ Դիանա Գրիգորյանին դրա համար շատ շնորհակալ եմ, որ այս հնարավորությունը ինձ ընձեռնեց։ Հնարավորություն ընձեռնվեց մի քանի օր հետո մամայի չլինելուց։ Մի քիչ դժվար էր կայացնել որոշումը գնալ թե ոչ նկարանումներին, բայց մաման միշտ էլ ասում էր, որ էլ կա երբ հնարավորությունը քո առաջ գալիս է, անկախ ամեն ինչից, եթե գիտես դա քեզ պետք է, անկախ ամեն ինչից երբեք այդ հնարավորությունը բաց մի թող։ Եվ ես մտածեցի, որ երևի այս այդ հնարավորությունն է, որ Փառք Աստծո եկավ, շնորհակալ եմ այդ հնարավորության համար եւ բաց չթողեցի։ Այդ օրերին լինել նկարահանման մի վայր, որը քեզ համար լրիվ նոր է եւ մի կողմից փորձություն է աշխատանքային տեսանկյունից, մյուս կողմից դու հոգեբանորեն բարդ ճանապարհ ես անցնում։ Ինչպես կարողացար այդ փուլերի միջով անցնել։ Երևի անգամ այդ նկարանումները ավելի ինձ օգնեցին, որովհետեւ ես ինքս ինձ լավ իմանալով ես երևի անգամ մի վիճակի չի լինի այստեղ նստել կամ որևիցե ինչ-որ մի բան անել, բայց երբ անմիջապես ունեցա հնարավորություն նորից նկարանումներ, մարդիկ շփում, ոնց որ այդ ամեն ինչը ինձ մի փոքր կտրեց իրականությունից։ Զգացի այն իրողության մեջ, երբ մամայի հետ էի։ Ես մամայի հետ շատ էի լինում նկարանումներին իր, ու ոնց որ նորից տեսախցիկներ, լույսեր, մարդիկ, նկարանող անձնակազմ, ոնց որ ինձ այդ
իրողությունից կտրում էր եւ ավելի օգնում էր, որ չգիտակցեմ ես հիմա որ իրողության մեջ եմ։ Կարծում եմ, որ ավելին ես երևի գուցե կարող եմ մի փոքր միմիկաս է սարել, բայց դա ինձ ավելի օգնեց ու ավելի այսպես մի քայլ եւս մոտեցրեց մամայի կյանքին, ասենց ասած։ Որ անշուշտ ես չեմ կարող ապրել եւ լինել այն կյանքում, որ ինքն էր, բայց կուզեմ, որ նման լինի իմ կյանքը իր կյանքին։ Դու ամիսներ առաջ նշանվեցիր եւ դա երևի թե վերջին շրջանում մամայի կյանքի ամենաուրախ իրադարձություններից մեկն էր։ Իհարկե ինքը շատ երազում էր թորներ ունենալու մասին, որը չհասցրեց տեսնել, բայց ամեն դեպքում նշանադրությունը իր կյանքում շատ մեծ իրադարձություն էր։ Այդ օրերին ինչպիսին էր մամայի երջանկությունը։ Ուրեմն ինքը դեռ վաղուց գիտեր, որ ինձ առաջարկություն պետք է ընկերս անի, ինձ չէր ասում, երևի միակ տեղն էր, որ այդտեղ մեր ընկերությունը խախտել էր։ Բայց ես զգում էի, որ ինչ որ մոտակա օրեր ինչ որ շատ ուրախ է, ինչ որ շատ զվարթ է, ինչ որ անդադ զանգերի մեջ է եւ այլն, որովհետեւ վերջին ինչ նշանադրություն ամիսները էլի տրամադրությունը տեղ ցածր էր, էլի ինքը վատառող չէր եւ այլն, մեկ էլ այսպես կտրուկ կյանքով էր լցվել, այսպես կտրուկ ինչ որ շատ ուրախ էր, երբ արդեն առաջարկությունը եղավ, մենք երկրում չենք եկանք, արդեն մի քանի օր հետո էլ նշանադրություն արեցինք, այդ օրերին ինքը կարծես ապրում էր այդ մտքով։ Իրոք ինքը կարծես ապրում էր այդ մտքով, տարբեր տեղերի չեր զանգում էր, ինչը կազմակերպելու համար, ինչը կազմակերպելու համար, որ ընդհանրապես չես ասի, որ մի 10 օր առաջ որ մի փոքր վատառողջ եւ տխուր նստած նույն Զարան մամաս այս նույն Զարանա։ Այդ միտքը իրեն ապրեցնում էր եւ արդեն վերջ նշանադրությունը եղավ, մի քանի օր էլ անցավ, ինքը նորից վերադարձավ մի փոքր տխուր իր առօրյային ու արդեն սպասելով հարսանիքը, այսինքն ինքը սպասում էր արդեն հարսանիքին էլ որ հարսանիք իրեն ապրեցնի եւ շատ արագ էլ չգիտեմ բալիկներին ցավոք չհասցրեցինք այս տարի ուզում էինք արդեն հարսանիքն անել ցավոք չհասցրեցինք եւս մի փոքր իրան ավելի երկար ապրեցնել։ Ես ուզում եմ մամայի կյանքի վերջին շրջանից բացի նորից գնանք այն շրջանները, երբ մաման առողջ էր, առույգ էր եւ դու միշտ տեսնում էիր մամային իր ակտիվ աշխատանքային առօրյայի մեջ։ Ինչպիսին էր մաման այն տարիներին ու արդյոք այն ժամանակ հակառակը դուք երբեմն զգում էիք մամայի պակասը, որովհետեւ նաեւ պիտի աշխատեր, նաեւ ինքն էր ինչ որ ժամեր բացակայում տանից։ Այսպիսի մի հատ զարմանալի բան ասեմ, շատ հաճախ եմ բախվել այնպիսի կարծիքի, որ եթե դու ունեցել ես դայակ, ուրեմն ծնողդ ինչ որ միտեղ թերացել է։ Մենք մի շրջան ունեցել ենք դայակ եւ չեմ կարծում, ընդհանրապես չեմ կարծում, որ ծնողս ինչ որ միտեղ թերացել է, որովհետեւ բացարձակ ոչ միտեղ մենք չենք զգացել իր պակասը։ Եղել են օրեր, որ առավոտից մինչև երեկո օրինակ մենք չենք տեսել մամային, որովհետև ինքը գնացել է նկարանման, այսպես խառը, ինձ էլ ասում էր, «Էլ կա այսօր տան մաման դու ես»։ Ինձ ու եղբորս տան մենակ էր թողում, ինձ էլ թողում էր այսպես տան մամա, ես ստարքեի, փորձարկումներ եւ այլն, բայց ոչ մի րոպե մենք պակասը չենք զգացել, որովհետև երբ գալիս էր, չնայած նրան, որ կարող էր շատ հոգնած լինել ամբողջ օրը նկարանումներից եւ տարբեր աշխատանքներից հետո, հոգնած լինելուց հետո ինքը ամբողջ ժամանակը տրամադրում էր մեզ եւ ոչ մի րոպե ցույց չէր տալիս, որ դե լավ, դե հոգնած եմ, դե լավ, դե երեխեք թողեք ինձ հանգիստ, մենակ, որովհետև իր համար առաջինը ընտանիքը երեխաներն էին, այսինքն մենք։ Եվ մենք ժամերով նստում ու զրույցներ էինք ունենում տարբեր թեմաներով, սկսած էլի հավատքից, անշուշտ ու միշտ հավատքից, մեր դասեր ինչպես են անցել, չգիտեմ, այսօր ինչ ենք կերել, ինչ ենք կարելի, ինչ ենք խաղացել, ինչա կարելի, ինչ չի կարելի, այսինքն ոչ մի րոպե մենք պակասը չենք զգացել, չգիտեմ, այդ ինչ ինքը սենց հեքիաթային ձևով էր ամեն ինչ անում, որ ամեն ինչ ինքը հասցնում էր։ Իրոք ինքը ամեն ինչ հասցնում էր, ես այդպիսի օրինակ ոչ միտեղ դեռ չեմ տեսել, որ կարող էր հասցնել եւ աշխատանքի վայրում, եւ ընկերների հետ, եւ ընտանիքում, եւ չգիտեմ, տալերի հետ, երեխաների եւ այլն։ Այսինքն ինքը ամեն ինչ հասցնում էր, ամեն ինչ կարողանում էր, ոչ մի րոպե
իր պակասը մենք չենք զգացել։ Մամայի ու պապայի հարաբերություններին նայելով ինչպես է ձևավորվել քո ընտանիքի մոդելը։ Ես Աստծուն շատ շնորհակալ եմ, որ ես ունեմ այսպիսի ծնողներ, որ իմ աչքի առաջ եղել է սիրո այսպիսի օրինակ, ասում են, չէ, որ աղջիկը իրեն սիրելի մարդ է գտնում այն օրինակով, ինչպես որ իր հայրն է, եւ այնպիսի հարաբերություններ, ինչպես որ իր ծնողների մոտ է եղել։ Կարծում եմ, որ իմ հարաբերությունները նման են մամայի ու պապայի հարաբերություններին, որովհետեւ շատ գեղեցիկ հարաբերություններ էին մամայի ու պապայի հարաբերությունները, շատ ամենաճիշտ օրինակը, ամենաառողջ օրինակը։ Ես իրենց հարաբերությունների մեջ ամենառաջին հերթին տեսնում եմ ընկերություն, որը կարծում եմ ամենակարևորն է։ Կարող էին իրենք նստել, խաչբարներ լուծել, ինչ որ գիրք կարդալ, քննարկել, ֆիլմեր նայել, շատ հոգատար լինել իրար հանդեպ, այսինքն ես ունենք այնպիսի հոգատարություն, որ տեսնում էի պապայի կողմից մամայի հանդեպ, այդպիսի հոգատարություն երբեք որևէ տղամարդու կողմից կնոջ հանդեպ չեմ տեսել եւ ընդհակառակը մամայի կողմից պապայի հանդեպ չէի տեսել, որ կինը երեխաներ էլ ունենա, բայց իր ամուսինը ոնց որ իր համար, իր ընտրյալը, իր որոշումը, այսինքն իրենց հարաբերությունները շատ գեղեցիկ էին եւ կարծում եմ, որ անփոխարինելի, կարծում եմ, որ իմ հարաբերությունները իմ ընտրյալի հետ նման են, բայց իրենց հարաբերությունները շատ գեղեցիկ էին, որ իրոք կուզեի, չգիտեմ, գրականության ժանրում անգամ շոշափվեր այդ հարաբերությունները կամ ֆիլմերում եւ այլն, որտեղ շատ գեղեցիկ էր եւ շատ գեղեցիկ օրինակ էր ինձ համար եւ վստահ եմ, որ շատ-շատերի եւս, որովհետեւ շատ-շատերը եւս տեսնում էին, շատ-շատերին եւս մաման խորհուրդներ էր տալիս, շատ-շատերը գնում գալիս եւ ինձ ասում էին, «Վայ, ինչ լավ է ձեր պապա-մամայի հարաբերությունները» եւ այլն, ես էլ դրանից շատ ուրախանում էի։ Իսկ ով էր ավելի շատ զիջում մյուսին։ Այսպես չեմ կարող պատասխանել, որովհետեւ մաման այսպես կանացի խորամանկություն ուներ, գիտեր որտեղ զիջի, գիտեր որտեղ ինչպես անի, որ պապան զիջի։ Դրա համար այսպես ոնց որ ամեն ինչը բալանսի մեջ էր։ Եթե ինչ-որ միտեղ էլ ինքը զիջում էր մաման, ուրեմն այդպես էր ճիշտ։ Ինչ-որ միտեղ ինքը կարող է զիջեր, բայց դուրս գար այնպես, որ պապան զիջեց։ Այսինքն այդ կանացի խորամանկությունը ինքը ուներ եւ այդ կանացի խորամանկությունից էր գալիս, որ իրենց հարաբերություններում, այսպես ինչպես ասում են, մեկը զանգակն էր, մեկը բամբակը, բայց հետո մյուսն էր զանգակը, մյուսը բամբակը։ Էլեն, իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ իմպլանտումը առաջատար ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկա է Հայաստանում։ Ես չգիտեմ դու կորոշես ընտրել ստոմատոլոգիայից թե կոսմետոլոգիայից, բայց վստահաբար բարձրակարգ ծառայություններ կմատուցվեն քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Ատամնաշարի ուղղման նորարարական միջոցն արդեն Հայաստանում է, ու սա ինձ շատ է հետաքրքրում, քանի որ մի ամբողջ կյանք վախեցել եմ բրեկետներից, բայց այս տարբերակից օգտվելու եմ։ Հիմա եւ ինձ համար կոնսուլտացիա ենք անելու եւ ձեզ համար կարեւոր հարցերի պատասխաններ ենք ստանալու իմպլանտումի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանից։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Ամալիա։ Էլայներները ատամնաշարի ուղղման նորարարական մեթոդ են, որը նաեւ պակաս տրավմատիկ է։ Ինչ առավելություններ ունի ատամնաշարի ուղղման այս տարբերակը։ Էլայներները հնարավորություն են տալիս ատամնաշարը ուղղել թափանցիկ կապաների միջոցով։ Մենք խուսափում ենք բրեկետների կրումից, որը որ ինչպես գիտենք շատ դեպքերում էսթետիկ առումով անհարմարություն է պատճառում։ Նմանատիպ թափանցիկ կապաներ առաջարկում են մի շարք ընկերություններ, բայց այն առաջին անգամ առաջարկվել է ամերիկյան Invisalign ընկերության կողմից եւ լավագույն հնարավորությունը եւ պլանները եւ արդյունքը հնարավոր է ստանալ Invisalign էլայներների միջոցով, որը հիմա Հայաստանում, ինչպես նաեւ Մոսկվայում էքսկլյուզիվ ներկայացում են մեր կլինիկաների ցանցում։ Ինչով է պայմանավորված էքսկլյուզիվ համագործակցությունը։ Քանի որ մենք ունենք կլինիկա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իրենց հետ սկսված համագործակցությունը հետագայում մենք կարողացանք տարածել մեր ամբողջ ցանցի վրա եւ այս պահին կարողանում ենք ներկայացնել եւ Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում արգելքների պատճառով Invisalign-ը չի համագործակցում այնտեղի կլինիկաների հետ, բայց հաշվի առնելով, որ մենք ունենք իրենց հետ
էքսկլյուզիվ պայմանավորվածություն մեր Մոսկվայի կլինիկայում հնարավոր է տեղադրել օրիգինալ Invisalign։ Եթե ես չեմ սխալվում, էլայներները ունեն որոշակի առանձնահատկություններ եւ կան դեպքեր, երբ ամեն դեպքում ծնոտի ուղղումը, ատամնաշարի ուղղումը հնարավոր է միայն բրեկետների միջոցով։ Ինչ փուլեր է անցնում պացիենտը հասկանալու ինքը կարող է էլայներների միջոցով իրականացնել իր ատամների բուժումը, թե ոչ։ Այո, իրականում դա շատ կարևոր է, որովհետև ատամնաշարի ուղղումը թափանցիկ կապաներով հնարավոր է, բայց շատ կարևոր է, թե ինչպես է պլանավորվում այդ ուղղման process-ը։ Մի շարք ընկերություններ կան կամ դեպքեր կան, որ հենց իրենք կլինիկաներն են ուղղակի պատրաստում էլայներներ, որտեղ որ ճիշտ չի հաշվարկվում բուժման պլանը եւ որի արդյունքում որ ունենում ենք խնդիրներ։ Այ հենց այստեղ է կարևորությունը, որ օրինակ Invisalign ընկերությունը հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը եւ իրենց բարձրակարգ մասնագետները, որոնց հետ մենք որ համագործակցում ենք մինչեւ բուժման պլանի կազմումը, կարելի է ասել բարդագույն դեպքերը հնարավորություն է տալիս ուղղել հենց Invisalign-ի կապաների էլայներների միջոցով։ Թափանցիկ կապաններով բուժումը շատ ավելի հարմարավետ է, նաև շատ ավելի թանկ է։ Էլայներներով բուժումը կարող է որոշ դեպքերում այո բրեկետներից թանկ լինել, բայց ինչ որտեղ նաև հնարավոր է դեպքեր կարող լինել, երբ որ օրինակ փոքր կորեկցիաներ են, ընդհանուր արժեքը ավելի մատչելի լինի, քան բրեկետների դեպքում, քանի որ գինը ձևավորվում է թե քանի էլայներ կօգտագործվի այդ բուժման ընթացքում։ Այսինքն, եթե անկախ ամեն ինչից բրեկետի տեղադրման արժեքը ինքը նույնն է, այս դեպքում կախված դեպքից հնարավոր է, որ արժեքը լինի ավելի ցածր։ Պացիենտը ի սկզբանե իմանում է իրեն քանի էլայները պետք թե դա այսպես անակնկալ է բուժման ընթացքում։ Իհարկե, պարտադիր իմանում է, առաջին այցի ժամանակ մենք իրականացնում ենք սկանավորում, նշված սկանավորված ծնոտը եւ ռենտգենները, պացիենտի նկարները ուղարկվում են Invisalign ընկերություն, որտեղ որ տվյալ դեպքի համար ստեղծվում է բուժման պլան եւ ուղարկում են մեզ բուժման պլանը, որը որ մենք պրեզենտացիա ենք անում, ինքը տեսնում է իր աչքով, թե ինչ արդյունք է լինելու բուժման վերջում, այսինքն հատուկ ծրագրի միջոցով մենք կարողանում ենք ցույց տանք ատամների ուղղման process-ը, ցույց է տրվում, թե քանի կապա պետք է էլայներ պետք է օգտագործվի արդյունքը ստանալու համար եւ այդ պահին արդեն կարողանում ենք նաեւ բուժման արժեք հասել։ Իսկ հնարավոր է վերջնարդյունքը տարբերվի այն արդյունքից, որը իրեն ի սկզբանե ցույց էիք տվել։ Վերջնարդյունքը չի կարող տարբերվի այն արդյունքից, որ մենք նախապես պրեզենտացիա ենք արել պացիենտի համար, բայց իհարկե շատ մեծ նշանակություն ունի նաև պացիենտի ճիշտ համագործակցությունը, որտեղ էլայներները աշխատում են այն ժամանակ, երբ որ պացիենտը կրում է։ Եթե պացիենտը ճիշտ չի հետևում կրելու ժամանակացույցին, չի դնում էլայներները, արդյունքը կարող է երկարել կամ արդյունքը կարող է ընդհանրապես չլինել։ Առնվազն 20-ից 22 ժամ պետք է կրի, բայց հեշտ հնարավոր է հանել, այսինքն եթե օրինակի համար ինչ որ 10-15 րոպե իրեն պետք է հանդիպում, խոսել կամ հաց ուտել, այդ ժամանակահատվածում շատ հեշտությամբ հնարավոր է հանել ու տեղադրել։ Խոսքի վրա ազդում է էլայները։ Էլայները ընդհանուր առմամբ խոսքի վրա չի ազդում, բայց սկզբի ժամանակ, երբ որ տեղադրում ենք, հնարավոր է մի քանի օր դիսկոմֆորտ լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շատ սիրելի մարդիկ նաև իմ օրինակով կարող եք հետևել, թե ինչ արդյունք է տալիս Invisalign-ը։ Հենց հիմա ես ատամների բուժման process եմ անցնում, որից հետո արդեն կկրեմ թափանցիկ կապանները եւ հուսով եմ, որ կհարմարվեմ։ Իսկ իմպլանտումի եւ Դավիթ Մաթևոսյանի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Էլեն, շատ հաճախ մենք տեսնում ենք մարդկանց, որոնք օրինակ հումորային կերպարով են հայտնի մարդկանց, բայց տանը իրենք անընդհատ հումորներ անել չեն սիրում։ Մաման այս առումով ինչպիսին էր, սիրում էր նաև առօրյայում շատ հումորներ անել։ Հա, մաման առօրյայում շատ հումորով էր, երևի ավելի շատ քան եթերում, քան մարդիկ կարող էին պատկերացնել, իր ընկերներն են շատ դա փաստում, շատ հումորով էր եւ հենց պապային էլ ընտրել ու սիրել էր նրա համար, որ պապան էլ իրեն էր կարողանում ծիծաղեցնել, այսինքն լինելով հումորի մեջ, կարիք էր ունենում, որ իրեն ծիծաղեցնեն, որ ինչ որ մեկը էլ ավելի ուժեղ լինի դրանով, այսպես ասած, եւ պապան էր էլ ավելի ուժեղ հումորով, ինչի համար էլ ինքը պապային սիրել եւ ընտրել էր, դրա համար միշտ մեր տանը հումորը կար,
ամեն ինչը, ամեն մի թեման մենք երևի սկզբում շոշափում ենք հումորով, հետո արդեն սկսում ենք լրջացնել, անգամ այն ամենալուրջ ու սուր թեմաները հումորով ենք շոշափում, կամ այն ամենալուրջ ու սուր թեմաները, որ կարող էր խնդիր առաջանալ, մաման արդեն այսպես ոնց որ սուր ծայրերը այդ հումորով տաշում էր, այսպես ասած։ Այս շրջանը եւ շատ բարդ է քեզ համար, եւ եղբորդ համար, եւ հայրիկիդ համար։ Մամայի կորստից հետո եւս մեկ բարդ շրջափուլ անցակ, հայրիկից սիրտը ստենտավորեցին ու հայրիկի առողջական խնդրին հիմա էլ բախվեցիք։ Սա ինչպես կարողացաք հաղթահարել։ Պապան շատ ծանրատանում այս ամեն ինչը, որովհետև ինքն ու մաման շատ կապված էին, շատ սիրով։ Պապան անընդհատ ասում է, որ իր կյանքի երջանիկ տարիները, երևի ոչ թե ամենաերջանիկ տարիները, այլ միակ երջանիկ տարիները եղել են մամայի հետ, եւ ամեն ինչով ինքը կապված ու անգամ կախված էր մամայից։ Այսինքն մաման ոնց կուղորթի, նկատի ունեմ օրինակ թեկուս առողջության առումով, որ այս ժամին այստեղն է պետք, կամ այս բուժումն է պետք, ընդհանուր մինչև որ աշխատանքի առումով, որ մաման իր ամենամեծ աջակիցը, ամենամեծ խորհրդատուն, ամենամեծ օգնականն էր, որ որոշումները գալիս էր ու մամայի հետ նստում, խոսում, քննարկում էին եւ մինչև մամայի հետ չքննարկելն ու միասին որոշման չգալը աշխատանքի մեջ թեկուզ ոչինչ չէր անում։ Այսինքն իրենք եւ էմոցիոնալ առումով եւ կյանքի տարբեր իրավիճակների առումներով, այսպես ասած, կապված էին։ Ինքը ամեն ինչով էր կապված մամայի հետ եւ ինքը այնպես ծանրատանում, որ այս ամեն ինչը իր վրա ոչ միայն հոգեպես է ազդում, այլ նաեւ շատ առողջականի վրա է ազդում։ Երևի թե նաեւ հենց այս հանգամանքն է պարտավորեցնում քեզ եւ եղբորդ ոչ մի կերպ չթուլանալ։ Հա։ Փորձում ենք ուժեղ լինենք, փորձում ենք ավելի շատ պապային ծանր իրավիճակից հանենք, որովհետև գիտակցում ենք, որ իրոք իր առողջականը շատ է վատանում, այսպես կտրուկ, ինքը վերջին մի ամսվա մեջ նիհարել է 30-ից ավել կիլոգրամ եւ տարբեր իր մոտ խնդիրներ են առաջացել առողջական, որ մենք հիմա անընդհատ այդ փուլերի մեջ ենք, որ գիտակցում ենք այս բժշկի մոտ պետքա գնանք, որպեսզի սա անենք, այս պետքա անենք, այս բուժումը, այս դեղը, այս զանգը եւ այլն, այսինքն մենք փորձում ենք իր իրավիճակը ավելի չվատացնել եւ անընդհատ բերել են գիտակցմանը, որ այս մեր կյանքի ամենամեծ դժբախտությունն է, որը մեզ կոտրեց, բայց մաման շատ հավատքով էր, ու մենք էլ պետքա լինենք այդքան հավատքով, որ չքննենք Աստծո գործերը, եւ հիմա ինքը ավելի լավ տեղում է։ Ինչպես նշեցի, որ մենք ենք փորձում պապայի համար ուժեղ լինենք, այդպես էլ պապան է փորձում մեզ համար ուժեղ լինի, ուժով լցված լինի, որովհետեւ անկեղծ ասած, ելի վերջերս իմացա, որ մամայի հետ խոսակցություն են ունեցել, որ այն ինչը մաման չի հասցրել անել մեզ համար, պապան պետքա հասցնի ու պապան պետքա ոնց որ երկուսի կողմից եւ վայելի թորնիկներին եւ պատասխանատու լինի մեզ համար եւ մեր կողքին լինի։ Դրա համար չնայած նրան, որ իրան եւ հոգեպես եւ ֆիզիկապես շատ դժվար է, ինքն էլ է ուժով լցվում մեզ համար եւ մամայի համար պահած խոստումի։ Այսինքն մաման պապային նախապատրաստել էր ապրելու առանց իրեն։ Կարծում եմ այո, որովհետև իրենք խոսել են այդ թեմայով եւ շատ են խոսել եւ մաման խոսել է թե ինչա ինքը ուզում եւ պատրաստել է պապային, փորձել է հնարավորինս, որովհետև պապան էլ ոչ մի ձև չէր ընդունում գալիք իրողությունը, բայց ավելի հասուն կերպով ինչ որ միտեղ ընդունում էր եւ իրենք խոսել են ու հա մաման պատրաստել է ասելով, որ այն ինչը ես չեմ հասցնի վայելեմ, այն ինչը ես չեմ հասցնի անեմ, ուզում եմ երկուսից փոխարեն դու անես։ Դրա համար դա էլ է ուշ տալիս պապային, որ ինքն էլ ուժով լցվի եւ ապրելու ցանկությունը չկորցնի։ Էլեն, մաման քեզ նախապատրաստել էր, ինչպես ապրել առանց իրեն։ Ինձ թվում է ոչ, որովհետև չնայած նրան, որ շատ իրավիճակներում ինքը գիտակցում էր, որ այս ամեն ինչը գնում է շատ վատ կետի։ Միևնույն ժամանակ էլ ինքը շատ մեծ հավատքով էր եւ շատ հույսով էր։
եւ մեզ էլ փորձում էր ոչինչ չասել, որ մենք չնեղվենք։ Նման թեմաներով չենք խոսում։ Եվ մենք էլ չենք գիտակցում, որ ինչ որ անգամ դրա մասին խոսելն ու մտածելը կամ նման թեմա, որ ինքը կարող էր ասես մի րոպե բարձրացնել, իմ ու եղբորս համար էսպես շատ կատեգորիկ փակ թեմա էր, որ չենք ուզում ենք դրա մասին խոսել ու պատկերացնել, գուցե նրանից էլ էր գալիս, որ մեր մեջ արդեն այդ վախը կար, կամ գուցե յուրաքանչյուր զավակի մոտ էլ այդպես է, որ չի ուզում դրա մասին մտածել ու խոսել, նման թեմաներ չենք ունենում եւ չենք էլ պատկերացնում, ես էլ երբևէ ոչ մի րոպե չեմ մտածել ու չեմ պատկերացրել։ Միշտ իմ պատկերացման մեջ այսպես եղել է, որ ինքը շատ երկար կապրի, որ ինքը ինձ կօգնի ամեն կյանքի տարբեր փուլերում, ընդհանուր մինչև արդեն բալիկներ ունենալ եւ այլն, որովհետեւ իր ամեն մի խոսքը շատ մեծ խորհուրդ էր եւ շատ երիտասարդ աղջիկների, իր ընկերուների աղջիկներին, իմ ընկերուներին, ինքը բոլորին անընդհատ խորհուրդներ էր տալիս եւ ինձ էլ անընդհատ ասում էր, որ էլ կա սպասում եմ դու էլ մեծանաս, որ այնքան ասելու բաներ քեզ ունեմ, այնքան, որ ոչ մի րոպե ես չէի գիտակցում, որ ինքը կարողա չլինի ու այդ խորհուրդների կարիք ու բացը ես կզգամ։ Իսկ երբ մեծացար հասցրեցիք շատ խոսել։ Մենք անընդհատ խոսում էինք, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչը շատ կիսատ էր եւ այնքանը չէր, ինչքան որ իմ կյանքում ինձ պետք էր ու պետքա։ Այսինքն մենք շատ ենք խոսել, ես շատ եմ իր խորհուրդները լսել ու իր խորհուրդներով շարժվել, բայց իրոք ամեն ինչ շատ կիսատ մնաց։ Իրոք ամեն ինչ շատ sense սխալ տեղ վերջացավ, որ կարիքը հիմա ես շատ ունեմ։ Այսինքն մինչև էդ եմ շատ ունեցել եւ երջանիկ ու շնորհակալ եմ, որ իմ կողքին նման ծնող ա եղել։ Բայց հիմա ու պատկերացնում հետագայում, որ ես ավելի շատ եմ ունենալու։ Ու ես էլի կխոսեմ իր հետ, էլի կներկայացնեմ, կպատմեմ, բայց ցավոք էլ այդ խորհուրդները չեմ կարողանա լսել։ Այնքան ուրախանում եմ, որ տեսնում եմ տարբեր տեղեր, չգիտեմ, դնում են սթորիներ, մամայի օրինակ ձայնային հաղորդագրությունները կամ նամակագրությունները, որ ինչ-որ մեկին ինչ-որ խորհուրդ է տվել, որ ասենց գիտակցում եմ, որ կյանքում օրինակ, որի մոտ այդ իրավիճակը լինի, ինձ էլ տեսնես այս խորհուրդը կտար, կամ այս ձայնայինը պահեմ, որ այս մարդուն ուղարկել է, որ այդ իրավիճակը գա, ես հիշեմ ու օգտագործեմ։ Քո ընկերուհիներն էլ էին, չէ՞, մամայի ընկերը դարձել։ Ավելի շատ քանի, որովհետև ընկերուներս երբ գալիս էին մեր տուն, ինչ-որ մի բան օրինակ ինձ պատմելու, մենք այսպես առանձնանում էինք, ասենք, չգիտեմ, առնում էինք տարբեր ինչ-որ համեղ բաներ, միշտ մաման ասում էր մի րոպե, իմ կաշառքը, այսպես հումորով, գալիս էինք, այսպես իբրև ամեն ինչից մի քանի հատ իրեն տալիս էինք, մի անգամից սկսում էր, վայ, այս ինչը հագել ես, շատ ասազում, բայց այս ինչ մի բանը այսպես փոխիր, մազդ այսպես խորհուրդներ էր տալիս ու չգիտեմ ոնց այդ դրանից անցում էր կատարում, արդեն որ ընկերուհիս սկսում էր այն ինչ որ պետքա գար ու ինձ պատմեր ու ինձ հետ կիսվեր, արդեն ես այսպես կողքից նստած լսում էի, որ արդեն ինքը մամային է պատմում, ինչ որ մամայի հետ է կիսվում, ինչ որ մաման է իրան խորհուրդներ տալիս, ու ես այսպես ուղղակի կողքից լսում եմ, որ հա, ես կարծում եմ այսպես, բայց իրենք այսպես շարունակում էին խոսել ու շատ հաճախ այդ ընկերուհիս կարողա նորից գար մեր տուն, որ շարունակություն է այդ պատմության պատմեր կամ ինչ որ իրադարձությունը զարգացել էր, գար մամայի հետ կիսվեր, այսինքն ընկերներս առաջին հերթին մամայիս հետ էին ընկերություն անում, նոր երկրորդ հերթին ինձ հետ։ Ես դրանից միայն ուրախանում էի։ Իսկ քո մեջ ամեն դեպքում լինում էին ինչ որ բաներ, որ քեզ հետ կապված իրադարձություններ արդեն այսա մամային դեռ չպատմեմ, դեռ գուցե վաղ է, թե դու էլ ամեն ինչ առաջինը հենց իրեն պատմում էիր։ Չէ, ամեն ինչ առաջինը պատմում էի, երևի միակ բանը, որ այսպես կաշկանդվում էի, որևիցե տեղ նկարահանվելն էր, որովհետև գիտեի, որ ամենաուժեղ քննադատությունը մաման կտա, իսկ ես օրինակ ինչ-որ միտեղ որ նկարանվում է ու ես ինքս գիտակցում եմ, որ այս ինչ մի բան է, վայ, ոնց որ սխալ եմ ասել, վայ, ոնց որ սխալ եմ արել, այսպես ոնց որ շատ էի վախենում, սպասում եմ մի քանի օր անցնի, այսպես ես ոնց որ ինձ մեջ ընդունեմ, որ լավ, ես սխալ եմ ասել, ես սխալ եմ արել, նոր գալիս էի մամ ջան, այստեղ նկարանվել եմ, բայց ոնց որ սխալ եմ արել, ընդունում եմ, հիմա նոր նայի։ Երևի միակ իրավիճակը, որ կարող էի միանգամից չասել,
նկարանումների հետ կապված էր, բայց անպայման ես հետո իրեն ասում էի։ Կպատմես քո նկարահանման այդ փորձերի, հաղորդավարական փորձի մասին, ամեն դեպքում դա այն շրջաններ, երբ որքան էլ կաշկանդվեիր մամային ասել, միասին էիք տանում այդ աշխատանքները։ Հա, իհարկե։ Ուրեմն իմ առաջին նկարանման փորձառությունը, որ սկսել եմ, դա Նուր TV հեռուստաընկերությունում էր, որտեղ վարում էի իմ հեղինակային հաղորդաշարը, երկու այդպես եթերաշրջան, փորձում էի ամենայն դեպս։ Առաջին անգամ այդտեղ ուղիղ եթեր մտա, որ իմ համար շատ պատասխանատու էր, եւ բոլոր նկարանումներին մաման ներկա էր լինում, հետո ինչ որտեղ կարող մի նկարանման ներկա չլիներ, ես այդ օրերին ավելի հանգիստ էի լինում, որ օրերին որ ներկա էր շատ կաշկանդված էի լինում։ Մենք հետո պարտադիր ամեն նկարանումից հետո գնում նշում էինք, ինչպես առաջինը, ինքը սկսում էր սկզբում քննադատել, որ էլ կա, այսինչ լավ չես արել, այսինչ չեսպես այնպես, հետո սկսում էր ասել, բայց մի բանը, որ անցածին ասել է, այստեղ ուղղել ես, ապրես։ Հետո R-Music ռադիոյում սկսեցի աշխատել, հիմա աշխատում եմ արևմտայերի համար լուրեր եմ վարում անգլերենով, նկարանվում եմ Գոյամարտ հեռուստասերիալում եւ տարբեր միջոցառումներ են վարել, որոնք էլի միշտ մաման կողքիս ա եղել, միշտ ոնց որ խորհուրդներով աջակցել եւ օգնել է։ Երբ մենք Մարիկի հետ պլանավորում էինք մեր հարցազրույցը, իմիջիալոց ինքը հենց այն ժամանակ ասաց, որ կարող ենք նաեւ մայրու աղջիկ էլ խոսել, այն ժամանակ պլանավորում էինք մի հատված նկարել քեզ ու Մարիկին, մի հատված նկարել հայրիկին ու մայրիկին եւ մի հատված արդեն իր հետ առանձին զրույց ունենալ։ Դու վստահ եմ գիտես այդ մասին, բայց 1 տարի առաջ հունվար-փետրվար ամիսներն էր, հա, երբ մենք խոսում էինք իրար հետ եւ պլանավորում էինք փետրվարի 3-ին մեր զրույցը, որովհետեւ ինքը արդեն չէր կարողանում անընդհատ դուրս գալ տանից եւ իր համար կարեւոր էր մեկ անգամ դուրս գալով կազմակերպել իր արտաքինի հետ կապված բոլոր հարցերը, այդ փուլում նաև եղբորը ծնունդն էր լինելու, ինքը պատրաստվում էր եղբորը ծննդյանը եւ մեր հարցազրույցին միաժամանակ, բայց Մարիկը այդ շրջանում արդեն պատմում էր, որ իր համար դժվար է տանից դուրս գալը, այսինքն մենք պիտի գայինք ձեր տուն, որովհետեւ իր համար դժվար կլիներ տաղավար գալը, որ շրջանում սկսվեց մամայի տանից դուրս գալը խնդրահարույց դառնալ։ Երևի մոտակա անգամ 3 տարին։ Այսինքն 2 տարին շատ դժվար էր, վերջին մի տարին էլ էր դժվար, բայց կարողանում էր, ինչպես նշեցիք, այդպես մի անգամ մի դուրս գալով ամբողջը մի օրվա մեջ հասցնել, բայց մոտակա 2 տարին էր, որ ինքը թթվածնի սարքով էր շնչում, այդ ժամանակ, որ ձեզ հետ խոսում էր հարցազրույցի համար, կարողանում էր մի փոքր այսպես թթվածնի սարքից մի քանի րոպե անջատվել, հետո նորից թթվածնի սարքով շնչել, վերջին 2 տարիներ եւ մանավանդ վերջին մի տարիներ, որ բացարձակ չէր կարողանում առանց թթվածնի սարքի, անգամ թեկուզ մի փոքր երկար խոսելը իր համար դժվար էր։ Դրա համար 3 տարին էր, որ դժվար էր տանից դուրս գալը, բայց 2 տարին էր, որ ամենադժվար շրջանն էր հենց։ Դու նաեւ նշեցիր, որ քեզ ինչ հիշում ես նաեւ մամայի առողջական խնդիրը, բայց երբվանից դու սկսեցիր նկատել, որ Մարիկի կենսակերպի վրա ազդում է իր առողջական խնդիրը։ Երևի հենց այս 3 տարին, երբ ինքը սկսեց թթվածնի սարքով շնչել, որովհետեւ մինչ այդ էլ երբ ինքը տարբեր խնդիրներ ուներ, ինչպես նշեցի երիկամի հետ կամ սրտի հետ, ոչ մի ձև մենք դա չենք զգում, այսինքն ինքը իր դեղերը խմում էր եւ ինքն էլ նշում էր, սա իմ ապրեցնող դեղերն են, իր ապրեցնող դեղերը խմում էր, ոչ մի ձև մենք փոփոխություն իր վրա չենք զգում, երևի անընդհատ իր հումորների եւ դրական էներգիայի շնորհիվ էր, բայց այն պահից ի վեր, երբ արդեն ինքը տանից դուրս չէր գալիս հենց թթվածնի սարքի պատճառով, այդ պահից ենք մենք գիտակցում, որ շատ վատ է ամեն ինչ գնում կամ շատ վատ է, որ ինքը չի կարողանում շնչել, անընդհատ մենք էլի հույսով էինք, որ դե լավ, երևի օրգանիզմը թուլացել է, 2 ամիս սարքով կշնչի, հետո նորից իր բնականon կյանքին կվերադառնա կամ ինչպես էլի նշեցի, բուժումները կանցնի նորից կվերադառնա, բայց վերջին այս 2 եւ
ավելի շատ 3 տարիներ, որ ամեն ինչ իր կյանքից այս 3 տարին շատ կտրուկ տարբերվում էր։ Զրույցի ընթացքում ավելի շատ խոսում ենք մամայի այդ դժվարությունների, առողջական խնդիրների եւ այլնի մասին, բայց մամայի հետ կապված այն ամենատաքուկ ու ջերմ հիշողությունները որոնք են։ Այսպես միանգամից մտքից մի քանի բան եկավ։ Առաջինն այն, որ շատ էինք տարբեր տեղեր էինք գնում մեքենայով եւ ժամերով խոսում ենք, այսպես ես եղբայրս եւ ինքը նստած ենք, papan աշխատանքի էր լինում, ինքը իր աշխատելու հետ մեկտեղ կարողանում էր ժամանակ հատկացնել, մենք դասի լինենք, չգիտեմ, ընդմիջմանը թեկուզ գար, մեզ մի քանի րոպե տեսներ կամ տաներ, ինչը միտեղ նստենք, հաց ուտենք, շփվենք եւ այլն, եւ նորից մեզ թողեր դասի, ինքը նորից գնար իր աշխատանքին, նկարանումներին, այդ ժամանակ շատ էինք խոսում Աստվածաշնչից, հավատքից, մեր մոտ էլ երևի դա նոր էր ձևավորվում, շատ հարցեր էինք ունենում, այսպես շատ փորձում էինք ավելի տրամաբանությանը տրվել, մեր բոլոր հարցերին պատասխանում էր եւ այսպես ժամերով խոսում, այս շատ հետաքրքիր էր։ Երկրորդը այսպես որ հիշեցի, մի քիչ շատ անձնական պահ է, բայց ոչինչ կասեմ։ Մի քանի տարի առաջ ասեց «Էլ կամ հատ կգաս գրկեմ»։ Ասեց «Եկա սովորական իրեն գրկեցի»։ Քիչ կախացի ցաղելի լինի, ասեց «Չէ, ես ուզում եմ այսպես գրկեմ», ասեցի «Ման, բայց ախր արդեն մեծ եմ»։ Ասեց «Ոչինչ, ուզում եմ վերջին անգամ հիշեմ երբեմ քեզ տենց գրկել»։ Չեմ հիշում վերջին անգամ երբեմ գրկել։ Եվ այդպես ոնց որ այսպես հազիվ տեղավորվեցի, այսպես գրկեց ու երևի ամենաջերմ պահերից մեկը դա էր, որ ես այդ դիրքով էի, որ բալիկներին են էլի գրկում, բայց արդեն մեծ էի մի քանի տարի առաջ։ Եվ ինքն էլ այնպիսի հայացքով էր նայում, որ այսպես համ գիտակցում էր, որ մենք մեծացել ենք, էլ երևի առաջվա բալիկները չենք որ վայելենք, արդեն թորնիկներին էր սպասում այդպես վայելելու, բայց համ էլ իր համար միշտ ասում էր, որ երեխաները մեկը միշտ առաջին տեղում են լինելու։ Միշտ ասում եմ մամ, որ թորնիկներ ունենաս ավելի շատ է սիրելու, քան մեզ։ Ասում էր դե ախր ձեզնից են լինելու, շատ եմ սիրելու, բայց ձեզ ավելի շատ եմ սիրելու։ Դրա համար երևի ամենաջերմ պահերից մեկն էլ երևի դա էր։ Էլեն, դու հիմա քո ճանապարհը տեսնում ես դերասանական ուղով։ Միշտ դա երազել եմ, միշտ դրան սպասել եմ, միշտ այսպես փորձեր արել եմ, որ իմ կյանքում այդ իրողությունը լինի։ Հուսով եմ, որ կկարողանամ հմտանալ այնքան, որ այո, դա կլինի իմ ճանապարհը։ Միևնույն ժամանակ սովորում եմ արդեն վերջին տարին միջազգային հարաբերություններ ֆակուլտետում, դա էլ ինձ համար շատ հետաքրքիր է, միշտ շատ հետաքրքրված եմ եղել գրականությամբ, պատմությամբ, շատ փոքր ժամանակ անգամ ուզում էի, չգիտեմ, հնեաբան լինել եւ այլն, պատմաբան, մաթեմատիկայով էի, չնայած նաեւ շատ հետաքրքրված եւ այլն, լավ սովորում էի, փոքր ժամանակ անգամ լավ սովորելու համար տարել էին նախագահի նստավայր, նվերներ էին տվել այդ ժամանակ նախագահ, այդ ժամանակվա։ Այսինքն որպես դիվանագետ, որպես պատմություն, գրականություն, այդ ամեն ինչն էլ է ինձ շատ հետաքրքիր, լրագրությունն էլ է շատ հետաքրքիր, դրա համար կոնկրետ այսպես հստակ ուղի նշել չեմ կարող, բայց որպես սրտիս երազանք, սրտիս ընտրած ուղի երևի դերասանությունն է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ մաման նաև ուսման հարցում էր բավականին խիստ։ Չէ, ընդհակառակը, հիմա կասեմ կզարմանաք, ընդհակառակը։ Ընդհանրապես խիստ չէր, տատիկս էր շատ խիստ, տատիկս միշտ շատ ուշադիր էր օրինակ, ինչպես ենք այս քննությանը մասնակցել եւ այլն, մաման շատ թեթև էր, շատ թեթև էր ու այդ իր թեթև լինելուց ես ու եղբայրս ոնց որ ավելի շատ ձգտեինք լավ սովորելուն։ Մի տեսակ հակառակ էֆեկտն էր տալիս, չէ՞, այսպես որ ավելի խիստ ես լինում, ոնց որ երեխան փորձում է արգելված պտուղը քաղել, մեզ մոտ հակառակն է, ինքը շատ թեթև էր, դի չէ, ոչինչ, տնայինը չի կարել, ոչինչ, չգիտեմ, էսի չի եղել, ոչինչ, մեզ մոտ էլ հակառակը, մենք փորձում էինք ավելի լավ սովորել, իր մեջ իհարկե հիանում եւ հպարտանում էր շատ տեղեր, որ ինչ որ միտեղ ինչ որ բանում հաջողում էինք, բայց ամեն ինչին ավելի թեթև էր նայում։ Դու նաև նշեցիր, որ անկախ ձեր ընկերական հարաբերություններից դու չունեիր այն ռիսկը, որ մամային ասեիր, մամ, ես սա եմ ուզում եւ վերջ։ Դա մամայի խստությունից էր գալիս, թե
քո մամային հանկարծ չհակառակվելու, չնեղացնելու ցանկությունից։ Ինձ թվում է երկուսից, որովհետև հա, չնայած նրան, որ ինքը շատ լավ ընկեր էր մեզ, ինքը գիտեր ճիշտ սահմանը խստության եւ ես ու եղբայրս ոչ մի րոպե չէինք համարսակվի իրեն հակառակվել, ինքը մի հատ շատ խիստ հայացք ուներ, որ վերջ, ուրեմն ամեն ինչ իր տեղում է։ Միշտ հումոր էինք անում, որ այսպես կարող էինք նստել հումոր անել, խոսել, մեկ էլ շատ խիստ հայացքով նայեր, ասեր դե վերջ, գնացեք, ես ինչն արեք, եւ մենք լավ մամ ջան, վեր կանենք, անենք։ Կարծում եմ, որ ավելի շատ այդ չհակառակվելու, որովհետեւ ինձ մեջ գիտակցում էի, որ ինչ որ միտեղ ինքը կողմ չի, դեռ երբ չենք զրուցել, այսինքն հստակ չէի հասկացել իր դիրքորոշումը, բայց ինձ մեջ գիտակցում էի, որ շատ բաներին ինքը կողմ չի եւ վախենում էի խոսել հենց դրանից ելնելով, որ չհակառակվեմ, որովհետեւ գուցե դա մամային դուր չգա։ Այսինքն ինքը չէր ջղայնանա, չէր այսպես բարկանա եւ այլն, բայց մի հատ հայացք կարող էր գցել, ինչից օրինակ ես շատ կվախենա եւ այդ ավելի ինձ համար վախենալու էր, քան որևէ բարկություն, ջղայնություն էլի։ Էլեն, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Քեզ շատ հաջողություններ եմ մաղթում ու չնայած հիմա քո կյանքում շատ բարդ շրջան է ու դու սովորում ես ապրել մամայի ֆիզիկական բացակայությամբ, բայց ես վստահ եմ, որ մամայի հոգեպես ներկայությունը դու միշտ ունենալու ես, որովհետև մաման միշտ քո սրտում է եւ քո կողքին է։ Շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար, շատ ափսոսում եմ, որ մամայի հետ չհասցրեցինք ունենալ այս զրույցը, բայց ես էլ շատ նեղվում եմ, որ ցավոք սրտի անցած տարի չստացվեց ձեր հաղորդումը մամայի հետ, որովհետև իմ ամենամեծ երազանքներից մեկն էլ էր, որ մամայի հետ լինեմ հաղորդման, հրավիրված մամայի մասին եւ այլն, ինձ համար դա շատ մեծ պատասխանատու բան էր։ Ցավոք սրտի այսպես եղավ մամայի մասին խոսելը, այսպես իրավիճակում դասավորվեց ամեն բան, բայց ես էլ ձեզ շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու, շատ շնորհակալ եմ այս թեմայի շուրջ հաղորդում անելու համար, որովհետեւ նման հաղորդումը մամայի մասին հիշողությունը ապրեցնում է։ Իսկ ես ուզում եմ, որ ապրի։ Մաման միշտ ապրելու է մեր հիշողություններում։ Ես ճիշտն ասած ամենից շատ ցավում եմ նրա համար, որ այդ զրույցը պիտի կայանար, որովհետև ինքն իր մեջ ինչ-որ ասելիք էր հասունացել եւ ինքը ինձ գրել էր շատ, որ հենց ինքն էր ոգևորված այդ զրույցով, միայն ես չէի ոգևորված, ու ինքը ինչ-որ ասելիք ուներ, որը ցավոք մնաց իր մեջ։ Հետաքրքիր է, դու գիտես ինչ ասելիք ուներ, որ ինքը այդպես ոգևորված խոսում էր այդ հարցազրույցի մասին ու սպասում էր այդ հարցազրույցին։ Չգիտեմ, որովհետև գիտեմ, որ ասելիք ուներ, բայց չգիտեմ ինչ, որովհետև անկախ ընտանիք եւ այլն իր համար էլ շատ կարեւոր էր նկարանումները եւ ոչինչ չէր կարող իրեն ստիպել, որ ինքը խոսի եւ մինչ նկարանումը ասի, ինչ ասելու է նկարանման ժամանակ, իր մոտ այսպիսի կանոն կար, որ այն ինչը դու ասելու ես հարցազրույցի եւ նկարանման ժամանակ, վերջ փակա, ուրիշտեղ խոսել չես կարող։ Ցավոք սրտի ես էլ չգիտեմ ինչ, գիտեմ, որ երկար ժամանակ ինքը հարցազրույցներ չէր ուզում տալ, որովհետեւ միշտ ասում էր, որ դեռ չունեմ ասելիք, դեռ չունեմ, եւ գիտեմ, որ հա, այս վերջին շրջանում ինքը ուներ եւ շատ էլ ուզում էր ձեր հաղորդմանը հյուր լինել։ Ցավոք այսպես դասավորվեց, բայց ելի եմ կրկնում, մաման շատ հավատքով էր եւ ես շատ Աստծո շնորհակալ եմ, որ ես ունեցա նման ծնող, որի հետքը ամբողջ կյանք ինձ հետ լինելու։ Բոլոր կրկեմ։ Ես փորձում եմ շատ չլացեմ, որովհետև մաման անդադ ասում էր, էլի, էլ կա միլացի։ Ես էլ չեմ ուզում, որ շատ հուզվես ու հուսով եմ, որ այս էմոցիաները, որոնք արտահայտեցիր, ուղղակի քեզ հնարավորություն կտան ինչ որ առումով նաև արտահայտելու քո ցավը, որը անդադ ներսում ես պահում,
բայց ոչ թե ավելի կցավեցնեմ, որովհետև ես երկար չգիտեի քեզ հետ զրուցենք, չզրուցենք, հիմա զրուցենք, հիմա չզրուցենք, դրա համար քեզ հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք անել այս հաղորդումը ու հուսով եմ, որ քեզ համար ցավեցնող չէր այս ամեն ինչի մասին խոսելը։ Չէ, ես շատ շնորհակալ եմ, որովհետև անկախ նրանից, որ ես նշեցի, որ նույն սերիալը, նկարանումը, աշխատանքը փորձում է ինձ այս իրողությունից կտրել, ամենադաժանը գիշերը մենակ մնալն է, ինքսի մեծ մտքերով եւ դեռ ոչ միտեղ այսպես ոնց որ չէի անկեղծացել եւ չէի բացվել, ոնց որ հոգեբանի մոտ էլի։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եկա ու խոսեցի ու գուցե ինչ որ միտեղ ինձ կարողանա օգնի։ Ինչպես որ ձեզ եմ շնորհակալ շատ։